Բարի օր սիրելի երեստատիտող, այսօր պատրաստելու եմ հավով chicken տաու, այսինքն հավի տաուկ։ Շատերդ լսած կլինեք, քանի որ ինքը շատ հայտնի ուտեստի տեսակ է, արաբական աշխարհում ինքը պատրաստվում է հավի կրծքամիսից ու վրան ավելանում է մարինատ կամ marination, որը իրան սենց պատվում է ու մի քանի ժամ մնում է սառնարանում ու հետո արդեն իրան եփում ենք ու վայելում ենք։ Այսօրվա պաղաթրատոմսի համար մեզ պետք է 1 կիլո հավի կրծքամիս, մի հատ լոլիկ, մի հատ կծու բղբեղ, մի քանի հատ թթու վարունգ եւ լիմոն, 1 բաժակ մածուն, 2 ճաշի կտալ բղբեղի մածուկ, 3 ճաշի կտալ լոլիկի մածուկ եւ 8-ից 10 բջեղ սխտոր։ Բարձրորակ ծդված ցիտաբտղից հետ համեմունքներից օգտագործելու ենք 1 թեյի կտալ օրիգանո, 1 թեյի կտալ քիմիոն եւ գես թեյի կտալ համեմի սեմ, գես թեյի կտալ սպիտակ բղբեղ, գես թեյի կտալ քուրկում, գես թեյի կտալ աղ, 1 թեյի կտալ սև բղբեղ, գես թեյի կտալ կծու կարմիր բղբեղ եւ 1.5 թեյի կտալ պապրիկա։ Օգտագործելու ենք լոշիկներ, պատատուկներ անելու համար։ Սխտորի սոսը պատրաստելու համար մեզ պետք է 2 հավգիթի ջերմուկուց, մի բաժակ բուսական յուղ, 1 գլուխ սխտոր, մի քանի հատ սառույց եւ 3-ից 4 կտալ լիմոնի հյութ։ Դե ինձ սիրելիներս, մեր հավի կրծքամիսները ըստեղից հանում ենք, որպեսզի կտրատենք քարագուսիների ու հետո արդեն շարունակենք։ Այսպես։ Մենք ընդհանրապես ուրեմն chicken տաուը կամ հավի տաուը կտրատում ենք մեծ քարագուսիներ, այսպես։ Մոտավոր համաչափ կտրատում ենք։ Հիմա անցնում ենք հաջորդին, չեք ենք անում ու կտրատում ենք այսպես, ճիշտ այսպես։ Եթե դանեք, կարող եք այս հաղորդում նայելուց հետո պատրաստել, բայց ես կնախընտրեմ, որ դուք մի քանի ժամ սառնարանում բահեք marination-ը անելուց հետո, որովհետև ինքը պետքա ավելի մնա այդ marination-ի մեջ, որ ավելի համով եւ պապուկ լինի։ Իսկ մենք քանի որ եթեր ենք, ես ուզում եմ ցես ցույց տամ ու հետո կեպենք, արդեն համի մասով կստանանք, բայց ավելի համեմունքը մեջը արած կարող է արդեն դուք ավելի լավը ստանաք։ Այս արդեն պատրաստ է, մենք անցնում ենք հաջորդին։ Փերում եմ այսպիսի ափսե, ավելացնում եմ իրա մեջ եւ արդեն փորձեմ գնալ էսի լվանալ, որովհետեւ հավե, դե իհարկե սավայով բայլեցնեմ ու կամ վերադառնամ։ Մաս մաքուր։ Քանի որ երբ որ հավ ենք կտրատում, անպայման դախտակը կամ պետքա փոխենք, կամ պետքա լվանանք շատ լավ։ Քանի որ լվացվեցանք, հիմա առաջ որ ավելի միջև պատրաստենք marination, մի հատ ջուր խմեմ, այսօր շատ եմ ջուր խմում, քանի որ միան ծարավս հագեցնում է սիլը։ Ուրեմն, ամենեն առաջ ես ուզում եմ բացել մեր համովիկ անուշիկ մարանիգի համեմունքները, որ պատրաստ լինի։ Միանգամից սխտորը ջզվում ենք իրա վրա։ Սխտորը ավելացրեցինք, մնաց 2 հատ եւ շարունակում ենք։ Ամենասկզբում եկեք աղ ավելացնենք։ Բոլոր չափաբաժինները արդեն սկզբում ասել ենք։ Կարմիր բղբեղ, կծու եւ կարմիր բղբեղ պապրիկա։ Սկզբում սպիտակ բղբեղ, մոտավոր կես թեյի կտալ։ Այստեղ ունենք համեմի սերմ, կես թեյի կտալ, քրքոմ, կես կամ 1 թեյի կտալ, այստեղ ունենք քիմիոն, 1 թեյի կտալ, օրիգանո, 1 թեյի կտալ, ցիտապտղից հետ,
լիմոնի հյութ, ավելացում եմ լոլիկի մածուկը, պղպեղի մածուկը, մեզ մնացել է միան մածունը ավելացենք ու խառնենք, բայց ես միշտ սիրում եմ մի հատ խառնեմ, իսկ հետո մածունը ավելացնեմ։ Ահա, նայում եք։ Դե իհարկե կարող ենք թքալով չխառնել եւ խառնել ցերկով կամ ցերնոց տնելով։ Եվ հիմա արդեն մածունն ենք ավելացնելու։ Լավ խառնում ենք, արդեն տեսնում եք, որ բլենդ եղավ, այսինքն լավ խառնվեց բոլոր համեմունքները իրար հետ, ու արդեն ինքը պատրաստ է։ Այս վիճակում ինքը կարող է լինի սառնարանում թնել 2-ից 3 ժամ կամ կարող ենք overnight, այսինքն 1 գիշեր պահել ու երկրորդ օրը եփել։ Ոչ մի խնդիր։ Երբ որ որևէ մեկ միս իր marination-ի մեջ է լինում, արխային մնում է ու ավելի համով է դառնում, բայց մենք հիմա պետք է եփենք։ Մի քիչ բացում ենք, որպեսզի առանցին միսերը առանցնանա, որպեսզի լավ եփին ու դառնան ցենց լավ խորոված։ Եվ ուղարկում ենք չերոց։ Դե ինձ սիրելիներս, արդեն պետք է սխտորի սոսը պատրաստենք, իսկ սխտորի սոսի համար մեզ պետք է հավգիտի ջերմուկուցը բյան, ստեղ բաժանում ենք։ Եթե ուզում եք սոսը ավելի անել, կարող եք իմ արած չափսի double անել։ Մի խոսքով կարող եք կրկնակի չափսը անել։ Հիմա ստեղ ավելացնում եմ հավգիթը կամ հավգիթի ջերմուկուցը, ավելացնում եմ սառույցը, ավելացնում եմ սխտորը, լիմոնի հյութը, իսկ ցեթը կամաց ենք ավելացնելու։ Հիմա սկսում ենք զարնել։ Իսկ հիմա լավ ենք նայում, կամաց ավելացնում ենք ցեթը։ Մի քիչ աղ տնենք։ Մեր սոսը պատրաստ է։ Հիմա թթուվարուկները կդրատենք։ Որպեսզի մեր պատատուկի ապրանքը պատրաստ լինի։ Ստեղ գուտու պղպեղ, ամենուն չէ որ տնելու ենք։ Ովքեր որ գծու կուտեն։ Այստեղ թնել նորիկը, սոսը ավելացնում եմ,
Դե ինձ սիրելիներս գնանք բերենք մեր հավի տաուը չերոցից եւ սկսենք պատրաստել մեր պտատուկները։ Որ տեսնեք ինչ ենք ստացել, մի հատ նայեք։ Կարող ենք հիմա գույմա 4 հատ անել ու հետո արդեն կշարունակենք։ Դուք սիրում եք ես, երբ որ այսպիսի սենդվիչներ եմ պատատում, սենց ավելի ախորժակ է բացում, որովհետև սխտորի սոսը դրեցինք։ Հիմա վերցում ենք մի հատ այսպիսի բռնիչ եւ սկսում ենք մեր սենդվիչը անել։ Այսպես հավերը ավելացնում ենք սոսի վրա, որ իմանաք ինչ հոտ կա այստեղ, դուք չեք պատկերացնի իրականում։ Ես չգիտեմ ովքեր որ հիմա նայում են, մտածում են, որ կարան գնան վերցնեն ապրանքը, մթերքը ու պատրաստեն։ Դե իհարկե, եթե ուզում եք պատրաստել եւ ուզում եք զանգեզուրի հավից էլ վերցնել, կարող եք զանգել իրենց կարակեն կամ կարող եք գնալ Բարուր Սևակ 92-6 ու պատվիրել կամ վերցնել ձեր պետքերը։ Եթե անշուշտ chicken tao եք պատրաստելու, դե գրծքամիս իհարկե։ Այսպես համովությունը կշարենք։ Դե կարանք անշուշտ 5-6 հատ էլ սենդվիչ անենք, բայց ես հիմա իդեալական ուզում եմ շարեմ, որ մենք համով հոտով վայելենք։ Ես մեկ-մեկ ստեղ պատրաստում եմ, հետո գնում եմ դուն ասում են դան անդամներս ինչ պատրաստեցիր այսօր, ես ինչ բանը սենց զգում եմ թեմքերնին մի տեսակ ասում եմ հիմա մի հատ էլ ստեղ կպատրաստեմ, սա մեկ-մեկ լինում է որ իմ եթերի պատրաստածս դուննել եմ պատրաստում, որ չնեղանան։ Կասեն հետո Կետրոն TV-ին, համի կախնիկի կորձանգիրները ծաղ վայելում են, բայց մենք չէ։ Ասում եմ չէ, օքեյ։ Okay, հիմա ավելացում ենք լոլիկները։ Իրականում chicken tao-ը շատ հայտնի է նաև ֆրիով, այսինքն տապակած կարտոֆիլով, բայց ես այսօր քանի որ առաջի անգամն է ցույց եմ տալու ինչպես ենք պատրաստում, ուզեցի միայն tao-ի սենդվիչն եմ, այսինքն chicken tao-ի, հավի tao։ Ավելացում ենք թթու վարունգը, հիմա մենք բախտը պիտի փորձենք, 2 հատը գծու բղբեղ տնենք, 2 հատը ոչ, կամ որ մեր գրուպից, մեր թիմից մի քանի հատը գծու ուտում են, մի քանի հատը ոչ։ Դուք էլ կարող եք այնպես անել։ Էս երևի գծու կանենք։ Էս էլ երևի գծու կանենք։ Ու արդեն պատատելու ժամանակն է։ Այսպես ենք անում։ Մի քիչ հավաքում ենք իրար վրա ու արդեն պատրաստ է։ Մի քիչ հավաքում ենք, այսպես կողքերից փակում ենք ու շարունակում ենք։ Եվ այսպիսով մեր ափսեին մեջ ենք ավելացնում, հատ կիսում ենք, այսպես, ու շարունակում ենք։ Դե իհարկե ուրիշ հաց էլ կարող եք օգտագործել, մենք օգտագործում ենք լոշիկ։ Եվ այսօրվա մեր բաղադրատոմսը հավի տաուի պատատուկները պատրաստ են։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի ախորժակ։
Դե ինձ սիրելիներս, արդեն հասել ենք այն բախը, որ ես պետք է վայելեմ իմ պատրաստած համոզությունս ձեր հետ միասին եւ ես չեմ կարող համբերել ավելի։ Գնացիք։ Դուք այսպիսի հավով սենդվիչ կամ պատատուկ չեք կրած։ Հորդորում եմ, որ պատրաստեք, որովհետև այս համողությունը ուղղակի բաց թողելը մեղք։ Ես վայելում եմ, դուք էլ գնացեք, պատրաստեք ու ձեր ընտանիքը թող վայելի այս պահը։ Քիչ բաներ է պետք միան, բայց մի քիչ համբերություն ու հետո կունենաք վայելք։ Դե ինչ, ես հիմա ուտեմ, վայելեմ այս համովությունը, դուք էլ գնացեք պատրաստեք եւ կհանդիպենք վաղը նույն ժամին։ Ժամը 9 եւ ժամը 17:00 Կեթրոն TV-ի եթերում։ Բարեխոհ։